հոգեբանական ճնշում եւ հաստատում հանրարարություն։ Օրորի ավելի համոզվում եմ, որ զրկելու են, բայց մեր այստեղ լինելը այս ներկայացուցչական կազմով հաստատում է մի բան, որ մենք մեր արած չարածների համար վախենալու բան չունենք, ներկայանում ենք պատշաճ կարգով, պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին, պատրաստ ենք հարցեր տալ հասկանալու համար ինչ է կատարվում։ Հավելեմ իմ գործընկերոջը խոսքը վերաբերվում է անխտիր ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ժողովրդին։ 3 միլիոն են, վերաբերում է 3 միլիոնին։ Ժամային սահմանափակում չպետք է լինի։ Խոսքի սահմանափակում չպետք է։ Պատկերացնում եք, այսինքն մեր մեղավոր հնարավոր է, որ այս նիստը երկար ձգվի, նաև իհարկե, եթե կարիքը լինի, բնականաբար, որովհետև նորից կրկնում եմ, սա ինչ որ չափով դատական նիստ է։ Այստեղ լսված դի, հիմա պատկերացրեք իրավիճակ, որ 5 փաստաբանով ներկայանում է ինչ-որ մեկը եւ թույլ չեն տալիս փաստաբաններին, որպեսզի խոսեն։ Կամ իրենց խոսքը ասեն, կներեք ավարտեմ։ Այսինքն, այս ամբողջը ի սկզբանե անելը, ես այսպես իմ կարծիքն եմ ասում, կամ հոգեբանական ճնշում, կամ չհաշվարկելով, որ մենք գալու ենք այդտեղ խելոք նստեինք եւ այլն եւ այլն։ Ես ընդհանրապես ոչ խելոքը սա էր։ Ես ընդհանրապես չէ, խելոք նախ եկեք իրավական այսպես բարերի խվարախավի մեջ թույլ չտանք, որպեսզի իրավական մարմինները մտնեն։ Խելոք նկատի ունեմ ուղղակի առանց այս խոսելու եւ մեր իրավունքները բարձրացնել նստել են տեղ։ Պարոն Ղազանյան, կեղծանալ Սամվել Կարապետյանը 21-ի ընտրություններից հետո, երբ մտել է կառավարության շենք եւ ձեռքսեղմել է Փաշինյանը, շնորհավորել է նրան։ Դրանից հետո եւս հանդիպում է եղել։ Այս ընթացքում մինչև եկեղեցու վրա արշավը եւ դրա մասին, աջակցության մասին հայտարարությունը եղել են ակնարկներ, բարեկամաբար, գուցե կառավարության շերքում ուղի խոսք, կամ հասկացրել են ձեզ, որ խլվելու է հեծը կամ կան խնդիրներ, դուք պարտավոր եք դրանք լուծել։ Ես խոսքը ուղղում եմ բարույթից առանձին հասկացնելու կամ հարցը շատ ծավալուն է, կարճ փորձեմ պատասխանել, նիստից հետո հաճույքով պատասխանեմ բոլոր հարցերին։ 4 ամիս, մի քիչ անգամ ավել, ես ուղիղ խոսքով ասում եմ, անգամ ակնարկ չի եղել։ Ենթադրվում է, որ ճիշտ է, ինչի համար։ Եթե այդպիսի ակնարկ լիներ, ինչ որ մեկը կասեր, որ գիտեք ինչ, Ազինյան Դավիթին, մյուսին, սեփականատերերին մենք գոնե ակնարկել ենք, չի եղել այդպիսի բան։ Բայց Կարապետյանի ձեռքբերման օրերին հայկական ժամանակը տալիս էր այդպիսի ինֆորմացիա։ Դուք ասեցիք, որ փաթոթավորել դա հետագայում եկեղեցու։ Այդ դեպքում պետք է լինի ապացույց, չէ՞ ուղղակի խոսելով չի, թող ասեն հունիսի 16-ին ձեզնից մեկին ասել ենք խելելու ենք, որի արդյունքում եղավ հունիսի 17 կամ 18-ին։ Քանի կանոններ են դերու արձանացնելը, մեր օրենսդրությունը չի տալիս, տեղական այսպես ներդրողները չեն արձագանքի, մնում են Թուրքիան եւ Ես իմ կարծիքն եմ հայտնել բարոյական առումով։ Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերին եղել են ներկայացուցչական կազմն է եղել Թուրքիայում հոկտեմբերին։ Ոչ միայն, նաև աշխարհաքաղաքական։ Ում է ձեռք տալիս սա ունենալը։ Ոչ մի նորմալ ընկերություն եմ խնդրում, ոչ մի նորմալ ընկերության բարի անվավ ունեցող այդպիսի բարոյական կոդեքս էլ կա, չէ՞, որ ոչ մի արտասահմանյան այսպիսի գումարներ ունեցող, ակցիաներ ունեցող չի կարող, չի վճարի այդքան խլված ապրանքի համար, խնդիրը սա է։ Իսկ ինչու ոչ։ Ոչ, բացած։ Չկա ազգայնացում, հասկացությունը դա կրկնում եմ իշխանությունների այսպես քաղաքականացնենք նիստերի դալիճում ենք հետո պատասխանենք։ Դուք ինչ կարգավիճակով եք այստեղ, Շահգրգիր կողմն ասում է, որ դուք այստեղ լինելու։ Նիստը սկսվել է հանրային ծառայության հանրաժողովի բանում է։ Բայց չի հայտարարվել, դուք եք որոշում, որ դուք եք բարույթի հետ կապում եք։ Դուք եք բարույթի հետ կապում եք։ Ես ներողություն եմ խնդրում։ Դուք խնդիր ունեք տապալն ես նիստը։ Ես հենց փոքրի ժամանակում կառավարության սույթը ինձ զբաղեցնեք մնացածը։ Դուք այստեղ ձեր պիտի ունենաք, դուք բարույթի մաս չեք։
Ասեք ինչ եք մտել։ Դուք կողմ եք, ես հատկական նախագահի մոտ չէ, ես հանգստի սենյակում նստած ինչ եք պատահեցին։ Ներողություն շուրջը խոչընդոտում եք մեր աշխատանքին։ Ես խնդրում եմ հիմա կարգը կամ հաստատեք իրավունք։ Խնդրում եմ ձեզ նախատեսած տեղերը նստեք, մենք նստենք մեր տեղը։ Առաջին հասարակություն։ Մակարյան, խնդրում եմ այդ սադիչ հարցերը թողեք, ավելի շատ սադիչ հարցեր։ Բոլորիս է վերաբերում։ Ինչ կապ ունեք ընդհանրապես այս վարույթի հետ։ Դուք մամուլից տեղյակ չեք վերջին 4 ամիսներ ինչ կապ ունեմ։ Ես օրենքի ուժով նշանակվել եմ հետ շարունակ կառավարիչ։ Ժորժ ջան, հեցի գործադիր կառավարումը ես եմ ներկայացնում։ Խնդրում եմ թողեք աշխատենք։ Չի գալիս պես վարվել, ժորժ դուք ինստիտուտներ եք խեղում հիմա։ Խնդրում եմ թույլ տվեք նստենք։ Մեր իմ տեղից Դուք խոչընդոտում եք մեր օրինական իրավունքների հիմա։ Օրբելյանը, հաստատան Օրբելյանը ասաց, որ դուք այստեղ լինեք։ Ինչ հակապաստարկում եք։ Դուք խոչընդոտում եք մեր օրինական լիազորությունների իրականացմանը։ Խնդրում եմ մի խոչընդոտեք։ Դուք Խնդրում եմ ես ժողովրդին չեք։ Դուք մոտ ինչ խնդրեք լուծում։ Պարոն Մեսրոպյան, խնդրում եմ կարգի դրեք դրանք։ Ես խնդրում թող նստեմ տեղում։ Հարգելի նյութերի լրագրող, թույլ տվեք նստեք աշխատանք սկսեք, ինչ եք։ Խնդրում եք տապալելու։ Դուք չգիտեիք դրա մասին, որ դուք այստեղ լինելու իրավունք չունեք։ Դուք նման պանդումներ Դուք թիկնապահով եք գալիս ազաժողովի նիստին։ Դուք թիկնապահով եք գալիս։ Ես չգիտեմ դուք ով եք։